Տեսեք, ձեր նշած վիճակագրությունը վարելահողերի հետ կապված ունի մի հիմնական պատճառ։ Այդ ոռոգման ջրի հետ կապված այն խնդիրներն են, որը մենք ունենք։ Եվ մեր պատկերացումն այն է, ինչպես նախորդ 5 տարվա շրջանում, օրինակ, կարող է համատությունս նույնիսկ այդքան էլ adekvat չթվա, բայց կարծում եմ սա շատ կարևոր է։ Ինչպես նախորդող շրջանում մեր առաջնահերթությունը, ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրինք, հաջորդ 5 տարվա մեր ամենակարևոր առաջնահերթությունը պետք է լինի մեր ջրային ռեսուրսների կոնսոլիդացումը եւ կառավարումը, որովհետեւ ձեր ասած 200,000-ից ավել հեկտար հողը մինչև մենք ջուր չհասցնենք այնտեղ եւ ջրի կառավարման, ջրի հետ հարաբերվելու նոր կուլտուրա չորթեգրենք, դա իրատեսական չի։ Որովհետև ինչի չեն մշակվում այդ հողերը, որովհետև խոնավությունները հիմի նաև անկել են, որովհետև եթե նախկինում խոնավության մի մակարդակ կար, որ կարելի էր փորձի համար ծորեն գցել տենալ հələ ինչ ալնում, հիմա լրիվ անիմաստ է դառնում դա։ Եվ հետևաբար ընդհակառակը մենք խնդիր ունենք, ես օրինակ նույն Երգնաձորի Վայոց ձորի մարզով գնալիս, այդ սարերի լանջերը, որ տեսնում եմ, այդ արևկող լանջերը, ինձ մոտ հարց առաջանում, իսկ ինչու այդտեղ չպետք է լինեն հազարավոր հեկտարներով այգիներ։ Եվ ինչու իմիջիայլոց նաև այս հարցը հենց օդից չի, որովհետև այդ լանջերում եւ բարձրավանդակներում, այդ թվում ուղղաթիռով թռնելիս տեսնում եմ, որ որոշակի ներդրումային ծրագրեր են արվել, եւ սենց կտոր լավաշի նման ինտենսիվ այգիներ են բան արել։ Եվ եթե այնտեղ տենց մարդիկ ներդրում են արել եւ այդ բարձրավանդակում այգի են ստեղծել, նշանակում է դրա արևկող լանջը միանշանակ կարող է լինել այգի, որ պարագայում ընդ որում այնպիսի բերքատու եւ այնպիսի բարձրորակ բերքի այգի, որ միլիոնների օգուտներ կբերի տարածաշրջանում այդ գործունեությամբ զբաղվող։ Դա հնարավոր է արդյոք։ Միայն մի պայմանում, եթե մենք ջուր հասցնենք այնտեղ, դա հնարավոր է արդյոք։ Եթե նույնիսկ մենք ջրային ռեսուրսները կուտակենք, բայց ջուր օգտագործենք այնպես ինչպես հիմա ենք օգտագործում, դա մեկը անհնար է, չենք կարողանալու, որովհետև պետք է ինտենսիվ այգեգործություն եւ ինտենսիվ ոռոգման տեխնոլոգիաներ կիրառվեն։ Ջուրը այդ հարցի պատասխանը ջուրն է։ Եվ ել եմ ասում, առաջիկա հաջորդ 5 տարվա մեր իհարկե միակ առաջնահերթությունը չի լինելու, բայց ամենամեծ որ ընդհանրապես աղքատության էջը Հայաստանում ընդհանրապես փակվի, բառից բուն իմաստով, դրա ձևը դրա բանալին ջուրն է եւ ջրի կառավարումը։ Եվ մենք մեր նախընտրական ծրագրում դա որպես կարևորագույն առանցք անպայման կֆիքսենք։